Բարի օր, սիրելի ունկնդիրներ, այսօր հնմանկետում ես ունեմ շատ սիրելի հյուր, քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյան։ Բարի գալուստ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալ եմ հրավերի համար տիկնալարում։ Անդրադառնանք օրվա իրադարձությանը։ Վերջապես հայտարարվեց, թե ով է լինելու մեր ամենա ուժեղ կուսակցության վարչապետի թեկնածուն։ Բայց այստեղ առաջանում է նոնսենս։ Այդ ամենա ուժեղ կուսակցության վարչապետի թեկնածուն եռա քաղաքացի է եւ դե ֆակտո Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով չի կարող առաջադրվել ոչ իբրև պատգամավորի թեկնածու, ոչ էլ իբրև վարչապետի թեկնածու։ Իհարկե այնտեղ իրավաբաններն առաջարկում են տարբեր, այսպես ասած, ելքեր, որոնք խիստ կասկածելի ելքեր են, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ողջախոհ քաղաքացի կգնա եւ այդ ելքերի հեռանկարը հաշվի առնելով ձայն կտա այդ կուսակցությանը։ Ձեր կարծիքով ընդհանրապես ուժեղ Հայաստանը կգրանցվի արդյոք եւ ճիշտ կլինի ուժեղ Հայաստանի գրանցումը։ Եկեք հիշենք նաեւ, որ մենք ունեցել ենք նման շատ ուժեղ նախագահ, ոյն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը եւս գրանցվեց անօրինական համենայն դեպս։ Ես չեմ կարող ասել կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ քաղաքական ուժը կգրանցի թե ոչ, կարծում եմ դա լինելու է նրանց որոշումը, այդ թվում նաև քաղաքական մեծամասնության, իշխանության, բայց ես կարող եմ ասել, որ մենք արդեն ունենք մեկ դեպք, դուք Ռոբերտ Քոչարյանին հիշատակեցիք, երբ որ կեղծելով սահմանադրական հանրաքվեն մեկ այլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի վարչապետ եւ իր Հրայր Թովմասյանի եւ այլոց օգնությամբ իր հագը ստացավ մի նոր կոստյում, որը հետո շատ լավ իր հագով հարմարեցրեց, հա, միգուցե նաեւ հատուկ դերձակներ ուներ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մենք չենք կարող այդ կոստյումից եւ իր հետևանքներից ազատվել։ Ես չեմ կարծում, որ մենք ունենք այսօր անհրաժեշտություն ունենալով այդ կոստյումը, իշխանությունը, որը հագել է այդ կոստյումը, ստանանք նոր կոստյում կամ, չգիտեմ, միգուցե նաև հաշվի առնելով, որտեղից է պարոն Սամվել Կարապետյանը մուշտակ, ձմեռային, հա, թույլ տվեք այսպես ասեմ։ Ես չեմ կարծում, որ դա կլինի լավագույն որոշումը մեր քաղաքական դաշտի համար, որովհետև դա կարող է լինել նորմալ որոշում Ռուսաստանի համար, դա կարող է լինել իդեպ զուգահեռներ տանեմ Իվանիշվիլյան Վրաստանում կարող է նորմալ դիտարկվել, բայց ոչ Հայաստանում, որտեղ լավից թե վատից կա ժողովրդավարություն եւ որտեղ մենք ձգտում ենք իրականում, որ մեր գործող իշխանությունը նույնիսկ այդ կոստյումից ազատվի, որովհետեւ դա էլ մեզ այնքան էլ հարիր չէ, հաշվի առնելով, որ մենք մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր։ Ես հիմա չեմ ասելու ինչու, շատ երկար կտևի։ Ես չեմ կարող ասել կգրանցեն թե ոչ, բայց ես կարող եմ ասել, որ ինձ մոտ այդպիսի տպավորություն է, որ ի սկզբանե այդ նախագիծը չէր կարող ունենալ հաջողության։ Ինքը այդ մեր ձևով նախագիծը, ես երբ կուսակցությունը ոնց է կոչվում, երևի դա շատ ուժեղ Հայաստան։ Դա կարևոր չի թող լինի ուժեղ Հայաստան, ինքը մատնված էր անհաջողության, որովհետև մեր օրենքներին այդ ամենը չի համապատասխանում։ Եվ Հայաստանում դա հնարավոր չի իրականացնել։ Նույնիսկ եթե նրանք գրանցվեն, ես չեմ կարծում, որ մենք կունենանք մեր երկրում այնքան շատ մարդիկ, ինչպես իրենք են ասում, ընտրազանգված, այն ավելի վատ բառերը չօգտագործեմ, որոնք պատրաստ կլինեն գնան եւ իրենց ձայնը տան այդ մեր ձևով կամ մեր ձևով ուժեղ Հայաստանին, միայն այն պատճառով, որպեսզի վաղը սահմանադրությունը փոխեն եւ պարոն Սամվել Կարապետյանը այդ ուժեղ առաջնորդը դառնա Հայաստանի վարչապետ։ Ես այդպես եմ տեսնում այս իրավիճակը։ Անոնայ սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չի, որ ցանկացած կողմ, որտեղ որ այդ պահին հարմար են համարում ոմանք, այդ կողմել այդ գնդակը տշենք։ Ցավոք երկար տարիներ դա եղել է։ Հիմնական օրենքն է։ Ցավոք երկար տարիներ այն եղել է այդ գնդակի կարգավիճակում եւ ես հուսով եմ, որ այս վերջին սահմանադրական փոփոխությունը, որը կլինի, երևի թե այս տարի որքանով ես հասկանում եմ, վերջակետը կդնի այդ հարցում եւ մենք ունենանք նորմալ հստակ սահմանադրություն, որը այլևս փոփոխման ենթակա չի լինելու եւ այդ անհրաժեշտությունը չի առաջանա։ Լավ, անդրադառնանք ամենայն դեպս փետրվար ամսվա իրապես կարևոր իրադարձությանը։ Հարցս գուցե մի քիչ անսպասելի հնչի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ է գալիս Հայաստանի Հանրապետություն։
եւ որպես կանոն թե փորձագիտական թե քաղաքական ու հատկապես լրատվական դաշտում չգիտես ինչու կարևորում են այդ այն մանրամասները, որոնք ընդհանրապես որևէ նշանակություն ունենալ չեն կարող եւ ստվերվում է այդ բումբովանդակությունը սա ինչ է քրոնիկ հիվանդություն է սա մեր ինչ ասեմ քաղաքական մտքի դեգրադացիան է թե սա էլ մասն է հիբրիդային պատերազմի որի մեջ այո մեզ ազգովի այնպես են ներքաշել, որ մենք դառնանք մեր դեմ պատերազմի զինվորիկներ ակամա։ Երևի թե բոլորը միասին, ձեր բոլոր նշած վարկածները պետք է կոմպլեքսով դիտարկենք։ Ես այսպես եմ տեսնում, Վենսի այցը իրոք շատ մանրուքներ կային, որոնց վրա մարդկանց ուշադրությունը փորձում են շեղել, մեզ համար հիմա ամենակարևորը այդ մանրուքները չեն։ Ինչու են դա փորձում անել։ Որովհետև Վենսի այցով ես չեմ սիրում պաթետիկ խոսքեր, բայց նոր հնարավորությունների էջ է բացվել մեզ համար։ Նոր հնարավորությունների էջ։ Ես չեմ ասում պատմական, հա, պետք չէ այդ ամեն ինչ այդ ավելնորդ է պաթոսը։ Հնարավորությունների էջ։ Մենք կարող ենք այդ էջը լրացնել, կարող ենք չլրացնել։ Իդեպ մենք այդ հնարավորությունները ունեցել ենք նաև ոչ վաղ անցյալում, 10-20 տարի առաջ։ Դուք ինձանից լավ գիտեք այդ ամենը, ցավոք մենք գիտենք ինչով այդ ամենը ավարտվել։ Այո, ես այստեղ կներեք ձեր թույլտվությամբ ընդհատեմ, ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասելու եւ հիմա էլ ուզում եմ հիշատակել, որ այն ինչ հիմա կոչվում է տրիպ կար 1999 թվականի սեպտեմբերին եւ այդ բոլոր պայմանավորվածությունները վարչապետ Վազգեն Սարգսյանի ձեռք էին բերվել, եթե վարչապետը 2-3 տարի ամենայն դեպս կարողանար աշխատել, միանշանակ այդ թուրքական սահմաններ էր բացվելու, Արցախի հարցն էր լուծված լինելու, բացարձակապես ոչ մեղրիի փոխանակման տարբերակով, այստեղ կանխեն բոլոր հնարավոր շահարկումները եւ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես այլ պետություն ու այլ երկիր էր լինելու, գուցե հենց այդտեղ է գաղտնիքը, թե ինչու Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ազգային ժողովում գնդակահարվեցին, որովհետեւ դա ձեռնտու չէր շատ հստակ ակնհայտ կողմի։ Շատ տեղին նույն կողմը հիմա էլի պայքարում է տրիպի դեմ։ Ես հենց դա ուզում ասեի, նույն կողմերը, որոնք սպասարկում են նույն հակահայկական, պրոռուսական օրակարգը, այստեղ զուգահեռներ կարելի է տանել, ես հուսով եմ, որ հոկտեմբերի 27-ի հետ մենք երբեք այդ զուգահեռը չենք ունենա, բայց զուգահեռը հետևյալն է, որ հիմա այդ պատմական հնարավորությունը, այդ էջը, որը մենք կարող ենք լրացնել, մենք կարող ենք լրացնել մեկ դեպքում, եթե Հայաստանում չլինի այնպիսի իշխանափոխություն, որը մեզ կտանի անցյալ, այսինքն պրոռուսական ջից, որը մեզ համար ինչ է նշանակում։ Նշանակում է վերադարձ անցյալ։ Մենք մի ձև հազիվ փորձում ենք այդ անցյալից պոկվել, այդ ճահճից դուրս գալ, մեզ փորձում են հետ քաշել եւ գցել այդ ճահճի մեջ։ Այդ բոլոր տեղից սպասարկումները ռուսական շահերի, տեղի անձնակազմը, մետադիչկեք կարդացողները, լրացնողները եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնպես որ այս ընտրությունները մեզ համար շատ կարեւոր են լինելու եւ կարեւոր են լինելու առաջին հերթին այն համատեքստում, որ Վենսի այցի արդյունքները, իդեպ երևի այդ մասին մի փոքր խոսենք, պետք է իրագործվեն։ Այդ արդյունքը մենք փաստացի այսօր չունենք։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ, որը կամ իրականանալու է, կամ չի իրականանալու։ Հիմա մարդիկ ծիծեռնակաբերդից են խոսում, թե ինչ որ գրել է, ջնջել է, չգիտեմ ինչ արել, հա։ Օթանահականում ինչ ասեց։ Մարդիկ կան Աննա Հակոբյանի շորերի մասին են խոսում, որով նա Տիկին Վենսին ընդունել է։ Մի խոսքով, սա երկրորդական է եւ սա արվում է մեկ փաստակ պատճառով, որովհետեւ մենք չգիտակցենք Վենսի այցի նշանակությունը մեր։ Որն է այդ նշանակությունը։ Ակնհայտ է։ Ես առաջարկում եմ մարդկանց, ովքեր չեն հասկանում չեն տեսնում այդ նշանակությունը, մի փոքր sense նայեն դեպի Բաքու եւ տեսնեն ինչ է կատարվում Ադրբեջանում։ Ադրբեջանում Ալիևը նախարարություններում հանձնարարական է տվել բոլոր նախարարներին, նախարարությունում ունալ ինչ որ տեղակալ կամ բաժնի պետն ամեն մի նախարարություն, որը կհամակարգի IT ոլորտը։ Այսինքն հրամանով այնտեղ փորձում են 0-ից, հա, ստեղծել այն ինչ իրենք չունեն։ Բանականություն։ Ըստ արհեստական բանականություն, չէ, բանականություն։ Ես չեմ ուզում դա բարձր դնի, բայց կես կատակ կես լուրջ դա իրոք այդպես է։ Այսինքն իրենք տեսնում են այն ինչ կատարվում է Հայաստանում եւ դա ամենալավ ցուցիչն է մեզ համար, որ մենք շատ ավելի մեծ երանդով լծվենք այս գործին։ Շատ խոսվեց, չէ, Վենսի ասոցների մասով ներդրումային։ Սկզբից ասեց 5 միլիարդ, հետո 4 միլիարդ, շատ սխալ հասկացան, դա դնենք մի կողմ։ Դա ներդրում չէ, բայց Վենսը շատ հստակ ասեց, որ ԱՄՆ-ն պլանավորում է 4 միլիարդ ներդրում կատարել
արհեստական բանականության ոլորտում։ Խոսքը Առավել քան հստակ կիսահաղորդիչների այո, արտադրության նու մասին հասկանալի է, որ դա լինելու է առաջի հերթին Firebird ընկերության ներդրումները, բայց մեզ համար տարբերություն չկա։ Մեզ համար ամենակարևորը, որ 4 միլիարդը դա Հայաստանի համար ահռելի գումար է։ Եվ մենք ունենք այդ պոտենցիալը, մենք ունենք այդ կադրերը, մենք ունենք այդ դպրոցը։ Ես այսօր Սինոպսիսի տնօրենի հետ էի զրուցում, որ ինձ շատ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց։ Մենք ունենք կադրային բազա։ Մենք ունենք այդ շարժիչ ուժը, որին պակասում է մեր ներդրումը։ Հիմա եթե ամերիկացիները այդ քաղաքական որոշումը կայացրել են, ինչի է սա քաղաքական որոշում, որովհետև տալ Հայաստանի նման երկրին, որը ունի միջև այսօր կախվածություն Ռուսաստանից տեխնոլոգիաներ, այդ մուտքը, հա, տեխնոլոգիաների աշխարհը, մենք տեսնում ենք սա ոչ միայն արհեստական բանականության ոլորտում, այդ նույն բատերը, որ մենք գնում ենք, մենք նաև տեխնոլոգիաների հնարավորություն ենք ստանում, այսինքն մենք հետագայում կարող ենք այդ դրոնները արտադրել Հայաստանում։ Սա լուրջ քայլ է մի երկրի համար, որը միջև այսօր հապկի եւ ԵԱՏՄ-ի եւ չգիտեմ ինչի անդամ է։ Մենք այս վրա պետք է կենտրոնանանք։ Ինձ համար սա ավելի կարևոր է, քան թե թրիպը։ Թրիպը դա ամերիկյան բիզնես է։ Բիզնես։ Սա հայ-ամերիկյան բիզնես է, որովհետև սա լինելու է Հայաստանի տարածքում, այստեղ աշխատելու են հայերը, մենք այստեղից հարկեր ենք ստանալու, եւ սա Հայաստանը հետագայում կարող է դարձնել տեխնոլոգիապես զարգացած երկիր։ Սա ամենակարևորն է Վենսի այցին ինձ համար։ Այսինքն մենք որակապես փոխում ենք մեր երկրում աշխատատեղերը, աշխատատեղերի մակարդակը, աշխատավարձի մակարդակը, հետևաբար կենսամակարդակը։ Եվ տեսեք, ես հիմա փորձեմ կապել ձեր առաջի հարցի հետ։ Այդ մեր ձևովը ինչպես է առաջարկում ուժեղ Հայաստան կառուցել։ Ինքը ասում է 300,000 աշխատատեղ ստեղծենք, հասկանալի է, չէ՞, որ սա բարձր տեխնոլոգիական ոլորտ չէ։ Դա անցած դար է։ Մենք որոշել ենք մեր ձևով այդ քաղաքական ուժը Հայաստանը տանել անցյալ դար, ինդուստրիալիզացիա, հա, հիշում եք Ստալինի ժամանակին 30-ականներին ինդուստրիա։ Մեզ տանում են 20-րդ դարի 30-ականներ։ Մեզ դա պետք չի, նույնիսկ եթե իրենք ուզենան եւ հնարավորություն ունեն դա իրագործել, ինչը խապկանք է, ինչը ֆանտաստիկա է, դա անհնար է այս պահին։ Մենք այդքան աշխատող չունենք Հայաստանում այս պահին 300,000։ Դա ճանապարհ է դեպի անցյալ։ Իսկ մեր առջև բացվում է ճանապարհ։ Նու իհարկե, չեմ էլ ուզում այդ մասին խոսել։ Ես հիմա ասում եմ, որ նույնիսկ եթե դա պոպուլիզմ չլիներ, եթե մենք համեմատում ենք մեր ռեալ հնարավորությունների, որը բացվում են մեր առջև, այդ թվում Վենսի այցի միջոցով եւ այն պայմանավորվածությունների, որը 25 թվականի հունվարից մենք ունենք ԱՄՆ-ի հետ, եթե Բայդենը վարչակազմի հետ Թրամփի մասին խոսվում, մենք հասկանում ենք, որ սա մի խաչմերուկ է, որտեղ մեր ընտրությունը պետք է լինի ակնհայտ։ Դա ընտրությունը եւ այլ ընտրանք չունի։ Իհարկե չունի։ 300,000 աշխատատեղը եւ վերադարձ 20-րդ դարի 30-ականներ Ստալինյան ինդուստրիալիզացիա դա այլ ընտրանք չէ։ Տեսեք, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը իր խոսույթը փոխել է, ամենայն դեպս մենք արդեն չենք լսում, թե Զանգեզուրի միջանցքը ոնց ինչպես պետք է Ադրբեջանը վերցնի։ Ձեր գնահատականով Վենսի այցը Ադրբեջան ինչ կարող է տալ նույն տրիպին, նույն խաղաղության գործընթացին եւ արդյոք կարող է փոխել Ալիևի հռետորաբանությունը այնքան, որ մենք այդ հայատյացության Ադրբեջանը ինչ որ տեղ մեր Հայաստանում Ադրբեջան ու ադրբեջանցիներ տեղակայելու մտայնություններին ամենայն դեպս դրանցից էլ Իլհամ Ալիևը հրաժարվի, որքանով էլ որ մենք հասկանում ենք, որ այդ ամեն ինչը արվում է իր ներքին լսարանի համար նաև այդ ամեն ինչը արվում է նաև այն պատճառով, որ պատերազմից հետո ամենայն դեպս Ադրբեջանում սոցիալական վիճակ չի փոխվել, արդարության վիճակ չի փոխվել եւ այն բոլոր խնդիրները, որ առաջ կարող էին բարդվել պատերազմի վրա հայերիս վրա, հիմա այլևս չեն կարող բարդվել, հիմա այլևս չկա այդ ընդհանրական ամեն ինչի մեղավորը, ընդհանրական ամեն ինչի մինչեւ դարավերջ թշնամին։ Շատ ծավալուն հարց տվեցիք Տիկին Ադամյան, փորձեմ կետարկել պատասխանեմ, եթե ինչ-որ բան մոռանամ, խնդրում եմ իջեցնել։ Նախ ես ի սկզբանե շատ լուրջ եմ վերաբերվել Արևմտյան Ադրբեջանի վտանգին։ Սա մեկ։ Ես լուրջ եմ վերաբերվել նրան, որ Ադրբեջանը Ալիևը կարող է ոչ թե իհարկե 300,000 ադրբեջանցի բերել, բայց 300 ադրբեջանցի բերել Հայաստան, ստեղծել ինչ-որ անկլավի նման տեղ, որտեղ վաղը դաշնակները, ինչպես իրենք են ասում, կհարձակվեն այդ ադրբեջանցիների վրա, կսկսվի կոնֆլիկտ, հետո աղաղապահներ կբերեն, այսինքն Ալիևը իր աչքի տակ առնվազն ունեցել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, որը բռնի ուժով եւ հայերի տեղահանմամբ
ավարտվել է իր այդ թվում նաև ռազմական հանցագործությունների միջով տեղափոխել Հայաստանի տարածք։ Ես այստեղ կասկած չունեմ, բայց դա եղել է անցյալում։ Դա եղել է պայմանական մինչև օգոստոսի 8-ը, եւ այս վտանգը շատ լուրջ է եղել։ Որպես ռազմավարության մաս, ես դա այդպես եմ դիտարկում, որովհետև կան շատ ցուցիչներ, որ դա իրոք այդպես է եղել։ Եղավ օգոստոսի 8-ը եւ իրավիճակը սկսեց փոխվել։ Ինչու սկսեց փոխվել։ Դուք եք երևի լսել ձեզ այդ զրույցների ժամանակ, երբ որ դուք եք ինձ մոտ հյուր, ես բազմիցս նշել եմ, չէ, որ կա անհրաժեշտություն Հայաստան բերել ամերիկյան դրոշ։ Ոչ թե ռազմաբազայի տեսքով, ես կատեգորիկ դեմ եմ, որպեսզի Հայաստանում լինեն ցանկացած երկրի ռազմաբազա։ Մենք այդ դրա կարիքը չունենք։ Այդ HAO2-ը պետք է ստերից գնա վերջապես։ Մեզ չպետք է այլ երկրի ռազմական ներկայություն, բայց ամերիկյան դրոշ, այնպես ինչպես հիմա դա է կատարվում, հա, մեզ պետք է։ Այսինքն տնտեսական համագործակցություն, տեխնոլոգիաներ, կոմունիկացիաների վերաբացում ամերիկյան դրոշի ներքո, մեզ դա պետք էր։ Եվ այդ ամերիկյան դրոշը պայմանական սկսեց Ալիևի հռետորաբանությունը եւ հետեւապես ռազմավարությունը եւ քաղաքականությունը փոփոխել։ Այս պահին մենք այդ փուլում ենք։ Եթե Ալիևը հնարավորություն ունենա Հայաստանը կուլ տա, ինքը մի րոպե չի հապաղի։ Այսինքն մենք պետք է դա հասկանանք։ Բայց այդ հնարավորությունը ինքը հիմա չունի, որովհետեւ մենք դարձել ենք լուրջ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագծի մաս, որը անհրաժեշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ մենք այդտեղ ունենք մեր մասնաբաժինը։ Մենք դրանից ստանում ենք փաստացի անվտանգություն, դա ոչ միտեղ գրած չի, եւ պետք է չի որ գրած լինի։ Անվտանգություն, մենք ստանում ենք տեխնոլոգիաներ, մենք ստանում ենք կոմունիկացիաների վերաբացում, բլոկադայից դուրս են գալիս եւ ստանում ենք ամենակարևորը զարգացման հնարավորություն, որը մենք լինելով այսքան տարի ռուսական օրբիտայում չենք ունեցել։ Չենք ունեցել, թղթի վրա ունեցել ենք, բայց փաստացի չենք ունեցել։ Ես այս խնդիրը այստեղ եմ դիտարկում։ Եվ հրաժարվել այս հնարավորությունից մենք իրավունք չունենք։ Դրա համար Ալիևի հռետորաբանությունը փոխվում եւ որքանով ես հասկանում եմ, ոչ միայն հռետորաբանությունն է փոխվում։ Շատ կարեւոր է քաղաքականությունը։ Այո, շատ կարեւոր է, որ մենք շարունակենք այս երկխոսությունը, շարունակենք զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, շարունակենք զարգացնել առևտուրը, փոխկապվածությունը տնտեսական։ Մենք պետք է փոխկապակցված լինենք, ոչ թե մենք իրենցից կախված լինենք, չէ՞։ Օրինակ, ես տեսեք ինչ եմ ասում, բոլորը ինձ համարում են արևմտամետ, հա, հակառուս։ Բայց ես չեմ ուզում, որ մենք Ռուսաստանի հետ այլևս առևտրային հարաբերություններ չունենանք։ Մենք պետք է եւ Ռուսաստանի հետ առևտուր անենք, այդ թվում նաեւ Ադրբեջանի տարածքով, եւ Ռուսաստանից գազ ստանանք, եւ Ադրբեջանից ստանանք, եւ Իրանից ստանանք, հասկանում եք։ Այսինքն դիվերսիֆիկացիա պետք է լինի։ Մենք չպետք է միայն կախվածություն ձեռք բերենք, ասենք, չգիտեմ, Ռուսաստանից, Ռուսաստանի փոխարեն օրինակ Ադրբեջանից, չէ՞։ Վաղ Ադրբեջանից նույն ձևով։ Այսինքն մենք պետք է զարգացվենք մոնոպոլիաներից եւ ունենանք իրական միանշանակ։ Ադրբեջանը այդ դիվերսիֆիկացիայի ուղղություններից մեկն է։ Թուրքիան կոմունիկացիան առումով ուղղություններից մեկն է։ Մենք չպետք է վերին Լարսից կախված լինենք, որը տարին 3 ամիսը փակ է։ Հիմա նորությունները բացում են, չէ՞։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով փակվեց, այդ լոտո չի, սա երկիր է, չէ։ Չի կարելի կախված լինել այդպիսի ճանապարհից, որը օրը մեջ փակվում եւ բացվում է։ Եվ այն մարդիկ, ովքեր ժամանակին ասում են, որ մենք բլոկադայում կարող ենք զարգանալ որպես տնտեսություն, ես չգիտեմ այդ մարդկանց ինչ կարելի է այսօր ասել։ Դուք մոռացել եք մեր վագրի ցածկերը։ Մենք վագրի ցածկով այդ փակ սահմաններից ցածկում ենք։ Վերջում վագրը վիզա ոլորեց ցածկեց։ Ցածկեց եւ վիզա ոլորեց։ Լավ, այնուամենայնիվ, ինչով եք բացատրում այն հանգամանքը, որ այս Կրեմլի վկաների փաղանգը գնում է նույնիսկ սեփական երկիրը զրպարտելու։ Միայն դա արդարացնի են ամեն ինչը ինքը համարում է անհրաժեշտ զրոյացնելու Վենսի այցի արդյունքները։ Օրինակ, ինքներդ էլ երևի հանդիպել եք նման մեկնաբանությունների, որ այն դրոնները, որ մենք պատրաստվում ենք գնել, ընդհանրապես զենք չեն, որ դրանք Ադրբեջանի դեմ ոչ մի բան չեն, բայց Իրանի դեմ ենք օգտագործում։ Այո, Իրանի դեմ հաստատ գործելու են։ Կամ այդ ներդրումների մասին, այդ սխալ թարգմանությունների մասին, լավ, այս ամեն ինչ ինչու է հերյուրվում, այս ամեն ինչ ինչու է հնարվում։ Ախր կա իրական, իսկապես դեռ գնա գալիս եմ մեկնաբանելու, հասկանալու, պարզաբանելու, ինչու ոչ, նաև մեխանիզմները հասկանալու, օրինակ երկաթուղու աշխատանքի հետ կապված այդ նրբությունները, մանրամասները, քաղաքական միտքը ինչու չի գնում պետությանը։ Քաղաքական միտքը այս պահին շատ խիստ բևեռացված է
Եվ եթե այս մասում, ասենք, միայն դրականն են տեսնում, այն մասում ընդհանրապես տեսնում են ռուսներին վտարում ենք, թուրքերը գալու են ձեզ ու ինձ ուտեն։ Կին Ադամյան, ես ձեզ շատ եմ հարգում ձեր եթերը, բայց թույլ տվեք մեկ բառ, որը այնքան էլ հայեցի բառ չէ, աբիժնիկ։ Ընդամենը։ Այո, ցավոք։ Դուք ասում եք, չէ, քաղաքական շահ, չէ, Հայաստանի ազգային շահ, դուք այդ կատեգորիաների մասին եք խոսում։ Ուրեմն այդ մարդկանց համար Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, քաղաքական շահը, Հայաստանի ապագան, այդ ամենը մի նժարի վրա է։ Այդ աբիժնիկությունը մյուս նժարի վրա։ Ես կարող եմ այդ աբիժնիկությունը հայերեն ներկայացնել, բայց այդ երկար է լինելու։ Չէ, աբիժնիկությունը արդեն կոդ է։ Լավ բառ է, հա։ Այդ աբիժնիկությունը, այդ մարդկանց աչքերը փակում է։ Իրենք միայն հիշում են, որ իրենք ժամանակին եղել են դեսպան, նախարար, մարզպետ, կերատաշտակից օգտվել են, ծրարներով գումարներ են ստացել ամեն ամիս մեր բոլորի հաշվին, այսինքն մեր հարկերը, որ մենք վճարում ենք, հա, այդ հարկերը շատ դեպքերում բոլորս գիտենք ոնց էր աշխատում։ Չէր գնում բյուջե, գնում էր օբշակ, երկրորդ լավ բառը, իրենց բնորոշող, իրենց պետական համակարգը բնորոշող, որ օբշակից ծրարներով բաժանում էին իրենց։ Հիմա այդ ծրարները չկա, օբշակը չկա, իրենք է մնացել են աբիժնիկ։ Եվ իրենց հետաքրքիր չէ, որ Հայաստանը հիմա ռեալ շանս է ստանում այս վիճակից դուրս գալ, հա, այս ճահճից դուրս գալ, որի մեջ իրենք են մցրել այս երկիրը։ Իրենց դա հետաքրքիր չի։ Իրենց հետաքրքիրը մենակ այն է, որ իրենց կտրել են այդ կերատարատաշտակից եւ կա երկրորդ կատեգորիան։ Դա ավելի վտանգավոր կատեգորիա։ Դա մարդիկ են, որոնք կերատարատաշտակին լափամանին կպած չեն եղել, բայց ցանկացել են կպնել հեղափոխությունից հետո։ Երբ որ իրենց այդ ցանկությունը նոր իշխանությունը հաշվի չի առել, իրենք էլ են դարձել աբիժնիկ։ Կրկնակի աբիժնիկ։ Կրկնակի ժամանակ աբիժնիկ։ չստացած, հիմա էլ չի ստացվում։ Իրենք կրկնակի աբիժնիկ են եւ իրենց այդ աբիժնիկությունը, այսինքն աստիճաններով գրադացիան շատ ավելի բարձր է։ Սա է պատճառը, ուրիշ պատճառ չկա։ Ես հասկանում եմ, որ սա հնչում է շատ տրիվիալ, հա, շատ միգուցե նաեւ ցինիկ, ես բան չունեմ ասելու։ Իսկական բարի իմաստով, ոչ թե հայկական։ Միգուցե նաև ցինիկ, բայց սա է մեր իրականությունը։ Մենք այլ իրականություն չունենք, մենք չունենք ներքին քաղաքականություն։ Սերժ Սարգսյանը ժամանակի ներքաղաքական դաշտը ոչնչացրել է, համարյա ոչնչացրել է։ Ամեն ինչ արել է, որ ոչնչացնի են փեսամիշիկի օգնությամբ, տարբեր ձևերով, տարբեր հնարքներով, իդեպ շատ գրագետ։ Եթե այդ իրենց ունակությունները դնեն երկրի զարգացման վրա, մենք շատ ավելի լավ Հայաստան կստանանք, բայց իրենք դրել են նրա վրա, որ քանդել են, ոչնչացրել են, տարբերակներում հիմա գալիս են մեր ձևովները, գալիս են ինչ-որ կուսակցություններ, երեք շատ հարգված իմ կողմից մի մարդ զանգել է ինձ հարցնում են, լսես, մի հատ բան կա, Քոչարի կուսակցություն կա։ Ինչ է ասում, ոնց որ խելացի մարդիկ են, ասում են Արցախը հետ ենք բերելու։ Ասում են ոնց են հետ բերելու։ Ասում են դե բան կանեն, նայոմնիկներ կբերեն, վարձկաններ կբերեն, այդ վարձկանները Ալիևի վրա, Ադրբեջանի վրա կհարձակվեն ու Արցախը հետ կբերենք։ Այսպիսի կուսակցություններ են առաջանում մեր երկրում։ Եվ դա մեր ընդհանուր ցավն է։ Սա խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Դուք եք քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես ձեր քաղաքական ուժը շատ եմ հարգում, եւ լավ կլինի, որ այդպիսի քաղաքական ուժերը պրոարևմտյան մեզ համար ինչ է նշանակում։ Սա ուղղություն չի, սա որակ է։ Այդպիսի որակով ուժերը շատ լինեն, որպես այս խորհրդարանում այս ընտրություններից հետո այն Ղարաբաղ ազատողների փոխարեն պոպուլիստների, որոնք դրոշները դրած, հա, բերել են տնկել են օպերայի դեմ դրոշը։ Այն ժամանակ, երբ որ դրոշներով պետք էր գնել Հակարի մոտ, մեկը տեղից չէր շարժվում, երբ որ Ղարաբաղը խեղդվում էր բլոկադայի մեջ։ Վտանգավոր էր։ Ոչ մեկ չէր գնում։ Վտանգավոր էր։ Դուք կհիշեք, քանի անգամ եմ ես այդ բանը բարձրացրել թեզը։ Ոչ մեկ տեղից չշարժվեց, ոչ մեկին դա պետք չէր։ Հենց Արցախը կործանվեց, արցախցիները դարձան փախստական, հիմա բոլոր դրոշներով են ման գալիս, հիմա հետ ենք բերելու։ Սա է մեր քաղաքական դաշտը։ Ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ դուք ճիշտ եք։ Լավ, այնուամենայնիվ եկեք վերադառնանք մեր բուն թեմային։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ էության ստորագրեցին փաստաթուղթ, որ ավարտվել են 123 այդ փաստաթուղթը, որ ավարտվել են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Արդյոք դա բավարար երաշխիք է, որ մենք կարողանանք համարել, վերջապես համարել, որ Հայաստանի Հանրապետությունը երկրորդ այգի կառուցման իր ընտրությունը կատարել է։ Հակառակ տարբեր կողմերից հնչող թե Հայաստանի Հանրապետության նախարարի, թե Ռուսաստանի Ռոսատոմի ու տարբեր պաշտոնյաների առաջարկների ու գայթակղիչ առաջարկների իրենց գնահատականով վերջին հաշվով մենք կարող ենք արձանագրել գոնե այն, որ մենք հասկացել ենք միջուկային անվտանգությունը ընդհանրապես երկրի անվտանգությունն է։ Ցավոք ոչ, չենք կարող։ Լսելով այսօր վարչապետ Փաշինյանին, ես հասկացա, ամենայն դեպս, եթե այն ինչ որ ինքը ասում է իրականություն է, որ ընտրությունը դեռ չկա, չի կատարվել, մինչև այսօր շարունակում ենք դիտարկել տարբեր երկրներ, տարբեր նախագծեր եւ մոդուլային եւ հիմնական այգները, այնպես ինչպեսին է Մեծամորի այգը, նաեւ ինքը ասաց, որ մինչև 46 թիվը փաստացի Մեծամորի այգը աշխատելու է 36, չէ։ 36 10 տարի էլ պետք է ավելացնեն։ Հիմա գործող տրամաբանության ներքո, ոնց որ եթե մենք լսենք վարչապետ Փաշինյանի, մինչև 36 թիվը արդեն երկարացվել է, բայց կարող է երկարացվել նաև մինչև 46 թիվը։ Դա դնենք մի կողմ։ Դա չի խանգարում մոդուլային ատոմակայանների կառուցման նախագծին, բայց նույնիսկ այս հարցում ընտրությունը չկա։ Ընտրություն չի կատարվել։ 1 2 3-ը դա ընդհանրապես մի փաստաթուղթ է, որը ստորագրվել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ, որը թույլ է տալիս մեզ, մենք ստանում ենք այդ հնարավորությունը, հա դոստուպը դեպի ամերիկյան տեխնոլոգիաներ։ Առանց դրա մենք չենք կարող մասնակցել, հա ԱՄՆ-ի հետ չենք կարող նույնիսկ բանակցություններ վարել այդ ուղղությամբ։ Հիմա կարող ենք։ Եվ վերջ։ Դա այնպես չի, որ մենք արդեն որոշումը կայացրել ենք եւ հեսա մոդուլային ատոմակայանները կառուցվելու են։ Ես միանշանակ համամիտ եմ ձեզ հետ, որ սա մեզ համար ոչ միայն տնտեսական հարց է, այլ քաղաքական հարց է, սա դիվերսիֆիկացման հարց է։ Դուք էլ գիտեք, որ Ռուսաստանը մեզ փաստացի էներգետիկ շանտաժի է ենթարկել եւ երևի թե ենթարկում է տասնամյակներով եւ եղել է պահ, երբ որ Եվ փորձում է հիմա էլ դա նույնը անել։ Իրենք մեզ մի պահ ասացին, որ մենք ձեզ ուղղակի уран չենք տա, չենք վաճառի уран եւ ձեր այգը կկանգնի։ Ինչին Փառք Աստծո եղավ ճիշտ պատասխան Երևանից եւ նրանք շարունակեցին այդ ուրանի մատակարարները, որ հասկացան, որ իրենք սեփական ոդկին են կրակելու։ Այս համատեքստում մեզ համար հրամայական է ունենալ ամերիկյան ատոմակայաններ կամ ֆրանսիական ատոմակայան, միգուցե նաև հարավկորեական, բայց ոչ ռուսական, որտեղ Ռուսաստանը արդեն իր իրական դեմքը ցույց է տվել եւ ես անձամբ որևէ սպասումներ չունեմ։ Ես նույնիսկ չեմ էլ հավատում, այդ իրենք որ ասում են մենք հիմա զարթնել են, չէ, արտնացել են, ասում են դες ատոմակայան կկառուցեն։ Ես չեմ հավատում, որ իրենք կկառուցեն։ Նախ իրենք չեն կարող կառուցել ատոմակայան, որովհետեւ ԱԿՈ-ն, որը 95%-ով պատրաստ է, 10 կներեք, նույնիսկ 14 թվականից հետո, իսկ 22-ից այդ ամենը ավելի խորացավ, տեխնոլոգիական խնդիրներ, այո, ֆրանսիական, գերմանական տեխնոլոգիաներ չկան, իրենք չեն կարող այդ էքսպլուատացիայի մեջ մտնել։ Թեպետ Էրդողանն ու Պուտինը ստարտը տվել են։ Այո, ինքը համապատասխան է, բայց չեն կարող աշխատեցնել։ Սա խնդիր է, եւ Ռուսաստանը չի կարող այստեղ կառուցել ատոմակայան։ Մենք պետք է սա շատ հստակ հասկանանք։ Հիմա իրենք ասում են, չէ, այդ ռուսամետ ուժերն են ասում են այդ մոդուլային ատոմակայանները դեռ փորձարկված չեն, չգիտեմ։ Ես չգիտեմ որքանով են փորձարկված, ես մասնագետ չեմ, բայց ես գիտեմ մեկ բան։ Ռուսաստանը այստեղ նոր ատոմակայան չի կառուցելու։ Նույնիսկ եթե մենք ստորագրենք իրենց այդ փաստաթուղթը։ Գիտեք ինչ վերաբերում է այդ մոդուլայիններին, ամենայն դեպս ամերիկյան սուզանավերի վրա աշխատել են լավ, երկար տարիների փորձություն անցել են այդ սուզանավի վրա, շատ ավելի բարդ պայմաններ է։ Եկեք այդ չմոռանանք։ Եվ հետո այո, իսկապես ամենայն դեպս ռուսական ատոմակայանների աշխատանքի արդյունավետության մի ցնցող օրինակ էլ ունենք Չեռնոբիլը։ Եկեք դա էլ չմոռանանք դեռ ԱԿՈ-ն մի կողմ։ Չէ, ես չեմ ուզում խոսել հիմա տեխնիկական, հա, այդ բաների մասին։ Երկուսս էլ այդ առումով մասնագետ ասում եմ, որ Ռուսաստանը այստեղ ատոմակայան չի կառուցի։ Ես դրանում վստահ եմ։ Ես այդքանը կարող եմ ասել։ Ռուսաստանը այստեղ ատոմակայան չի կառուցել, ես միանգամայն համաձայն եմ, բացարձակապես այստեղ որևէ խելամիտ մարդ առարկություն ունենալ չի կարող։ Բայց արդյոք ճիշտ է Նիկոլ Փաշինյանի այն քաղաքականությունը, որ Ռուսաստանը պետք է վերադառնա եւ կատարի իր պայմանագրային պարտավորությունները կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու հարցում։ Ու եթե նույնիսկ վերադարձավ, ու եթե նույնիսկ սնանկացած ՌԺԴ-ն կարողացավ գումարներ գտնել, ավելին, եթե Ռուսաստանը, որ դեմ է այս ամեն ինչին, ցանկացավ դա անել,
40 կմ/ժ արագությամբ երկաթուղին մեզ պետք է։ Միգուցե մեզ պետք է, բայց այն պետք չէ Թուրքիային, այն պետք չէ Ադրբեջանին, այն պետք չէ Եվրոպային, սա է խնդիրը։ Եթե մենք ցանկանում ենք դառնալ տրանզիտային շղթայի, տարանցման շղթայի մաս, իսկ որքանով ես հասկանում եմ տրամաբանությունը հայկական խաչմերուկի, դա է, մենք չենք կարող այդպիսի ճանապարհներով, այդպիսի երկաթուղիներով շարունակել։ Նիկոլ Փաշինյանը ինքը ասաց, չէ՞ դա։ Ինքը ասաց, ինքը ուղիղ ասաց դա։ Մենք ուզում ենք աշխարհին զարմացնել, թե աշխարհին մեր վրա ծիծաղացնել։ Չէ, ինքը ուղիղ ասաց, որ սա մեզ համար խնդիր է, սա լուրջ խնդիր է։ Հիմա այս խնդիրը ունի երկու լուծում, երկու ճանապարհ։ Մեկը Էրշեդեն խելքը հավաքում է գլուխը, ինչի ես չեմ հավատում, այդ յուկաժդեն էլ հետ է, եւ սկսում է նորմալ երկաթուղային ցանց ստեղծել Հայաստանում եւ ապահովում է մեզ եւ իրեն, հա, այդ առավելությունը մրցակցային եւ երկրորդը Էրշեդեն ուղղակի լուծարում ենք մենք այդ կոնցեսիոն պայմանագիրը եւ բերում ենք մեկ այլ օպերատոր, որը կլինի ավելի ողջամիտ, որը կկարողանա իր պարտականությունները ավելի լավ կատարել, որովհետեւ այսպիսի ցանցով մենք չենք կարող միանալ այդ նախագծերին։ Թուրքերը ինչի համար են կառուցում այդ Կարսի երկաթգիծը։ Ժամանակակից ընդ որում։ Իհարկե, դրա համար են կառուցում, չէ։ Իրենք հաշվարկներ ունեն, չէ։ Դրա համար մենք այս հարցը պետք է ինչքան հնարավոր է, որքանով հնարավոր է շուտ լուծել, թե չէ մենք հետ ենք մնալու։ Ես թերևս տամ մեր ժամանակների ամենադարակազմիկ հարցը ձեզ չեմ կարող այդ հարցը ձեզ չտալ։ Մենք երբևէ դուրս գալու ենք հապկից։ Միանշանակ։ Վստահ եք։ Ես վստահ եմ, որ դուրս են գալու։ Ես վստահ եմ, որ դուրս են գալու, դա երկու հանգամանք կա, որը Այդ պարագայում ինչու ենք մենք վտանգում Հայաստանի Հանրապետության իրական անվտանգությունը մնալով մի կառույցում, որը ինքը իր արդեն վտանգ է բոլորիս համար, բոլորիս նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ կաշկանդված լինելով սառեցված հապկում մենք չենք կարողանում օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռք բերել ժամանակակից 6-րդ սերնդի պատերազմի զենքեր։ Մենք չենք կարողանում ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիր կնքել Ֆրանսիայի հետ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից չենք կարողանում բերել մեր նպատակներին ամենայն դեպս մեր բանակին առավել մարտունակ դարձնելու համար զենքեր մենք կախվել, այսպես օդում կախված ենք մնացել ու շարունակում ենք այդ երկու աթոռի վրա նստելու լարախաղացությունը։ Արդյոք դա ավելի խոցելի չի դարձնում ես։ Որպեսզի երկիմաստության տեղ չմնա, ես նախապես ասեմ, ես միշտ էլ կողմ եմ եղել, որ մենք հապկից դուրս գանք։ Բայց այս պահին, քանի որ մենք փաստացի հապկում չենք, մենք չունենք ներկայացուցիչ նույնիսկ այնտեղ, ոչ մի միջոցառում չենք։ Դուք խորապես սխալվում եք, որովհետև բոլորովին վերջերս մեզ նորից հիշեցրին, որ մենք հապկիլի իրավ անդամ ենք եւ մեր բոլոր այսպես վերադառնալու բոլոր հնարավորությունները ունենք։ Չէ, դա Առարկությունը բնականաբար իմը չէր։ Դա հրետորաբանություն է Տեկին Ադամյան։ Փաստացի մենք ունենք հապկում 0 ներկայություն, կներեք 0 չէ, 0+1 դա մեր ստորագրությունն է, որը դեռ մնում է այնտեղ։ Բայց մենք նաեւ չենք վետո չենք դնում հապկի ընդունած որոշումները։ Հասկանալի է, որտեղ այդ որոշումները մեզ չեն վերաբերվում։ Ինչ եմ ես ուզում ասել, հապկը ի սկզբանե եղել է մեղելացին կառույց։ Այն մեղելացին կառույցը եղել է 92 թվականին, երբ որ պայմանագիրը կնքվել է։ Այն մեղելացին է այսօր եւ այն իր ամբողջ պատմության ընթացքում մեկ գործողություն է կատարել, դա Ղազախստանում այդ իշխանության, չգիտեմ, տրանզիտներ կամ չգիտեմ ինչպես դա կոչեմ, դա եղել է միակ այն գործողությունը, որը հապկը կատարել հապկի մանդատի ներքո։ Եվ ես չեմ կարծում, որ այդ գործողությունը կկրկնվի։ Հիմա մեզ համար հապկը չէ վտանգը։ Մեզ համար վտանգը ԵԱՏՄ-ն է այս պահին։ Մեզ համար վտանգը 102-րդ ռազմաբազան է։ Դա վտանգ է, որը մենք տեսնում ենք, որը մենք կարող ենք շոշափել։ ԵԱՏՄ-ն խանգարում է մեր տնտեսական դիվերսիֆիկացմանը, դա խնդիր է մեզ համար։ ԵԱՏՄ-ն մի քար է, որը կախված է մեր վզին 2013 թվականից, որը խանգարում է, որ մենք գնանք դեպի Եվրամիություն։ Մեր Եվրամիության ճանապարհին դա քար է, խանգարում է։ 102-րդ բազան, որտեղ ռեալ ռազմական ներկայություն է ռուսական, փաստացի մի երկրի, որը վաղուց Հայաստանի դաշնակիցը չէ։ Միայն փաստաթղթով է դաշնակից։ Սա մեզ համար խնդիր։ Հապկը ես չեմ դիտարկում որպես խնդիր։ Հապկից դուրս գալը այդ մի ստորագրության չեղարկումն է, եւ դա կլինի այն ժամանակ, երբ կամ Ռուսաստանը մեզ կստիպի դա անել, այսինքն կանի ինչ-որ այնպիսի քայլ, որին մենք դա ի պատասխան կանենք,
Եվ երկրորդն երևի կարող է լինել այն ժամանակ, երբ որ հապկը ուղղակի կքանդվի ինքն իրենով։ Իսկ դա էլ կարող է լինել, եւ ես կարծում եմ, որ դա ոչ այնքան հեռու ապագայում է լինել։ Այսինքն հապկը ինքը իրենով ակտուալ խնդիր չէ։ Մենք ունենք շատ ավելի ակտուալ Հապկը պարզապես կաշկանդի հանգամանք է մեզ Չեմ համար, կարծում։ նույն կշռակարը կախված մեր ոտքից։ Չեմ կարծում, որովհետև նույն Վենսի այցով մենք հասկացանք, որ առաջատար տեխնոլոգիաները, իսկ այդ չեմ հիշում, BAT, հա, BAT դրոնները դա առաջատար ամերիկյան Վբատ ոնց որ հա VBAT, հա, VBAT, հա։ Դա առաջատար ամերիկյան տեխնոլոգիա է, որը մեզ տրվել է։ Եվ սա կարող է լավ օրինակ հանդիսանալ Եվրամիության երկրների համար։ Այսինքն հապկի անդամ երկրին ոչ միայն այդ զենքն են վաճառում, այլ տեխնոլոգիան։ Ես կարծում եմ, սա շատ կարևոր ցուցիչ է, որը խոսում է հապկի իրական նշանակության մասին։ Վենսը քանի անգամ շեշտեց իր այցի ժամանակ։ Վստահություն, այդ վստահությունը շատ կարևոր է։ Ընդհանուր առմամբ Վենսի այցը Հայաստան անցավ այդ վստահության կարգախոսով։ Սա քաղաքական կապիտալ է, որը մենք պետք է կապիտալիզացնենք ռեալ տնտեսական, հա, այդ թվում նաև IT ոլորտում, այդ թվում նաև կոմունիկացիոնի Սա հաղորդիչները լոգիստիկա, արհեստական բանականություն։ Իհարկե, ես ասում եմ, այդ edge-ը բաց է։ Մենք պետք է այդ edge-ը լրացնենք։ Edge-ը բացել են մեր առջև։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, չգիտեմ որքանով է տեղին, են բոլոր այդ ձեր նշած մարդիկ, որոնք ասում են, որ մենք ոչ մեկին պետք չենք, ամերիկյան, ես քանի բանավեճում եմ բանավիճել այդ մարդկանց հետ։ Մենք Ամերիկային պետք չենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները հարավային Կովկասում շահեր չունեն։ Աբսուրդ։ Սա աբսուրդ է։ Եվ Վենսի այցը ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Եվրոպան մեզ չի սպասում, մենք Ամերիկային Չէ, պետք չենք, բայց կան մեզ ընդհանրապես միայն Սուզանավում է տեսնում։ Միայն Ռուսաստանին ենք մենք պետք։ Այո։ Այո, այն էլ դրա համար, որ մեզ շատ է սիրում։ Եվ ես ինչ ասեմ, փառահեղ նոտայի վրա եկեք անցնենք բլիցին։ Անցնենք։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Գաբրիել հրեշտակապետին։ Զուգահեռ աշխարհ կա, թե ոչ։ Դա ձեր հարցը կլիներ։ Ինչ շատ է հետաքրքիր դա։ Հա։ Լավ։ Ես Գաբրիել հրեշտակապետի կողմից հաստատ չեմ պատասխանի։ Ձեզ որտեղ եք առավել ամբողջական զգում, ծովում, թե լեռներում։ Ծովում։ Ես հասկանում եմ, որ դա շատ հայեցի պատասխան չէր, հայրենասիրական պատասխան չէր, բայց ցավոք այդպես է, կամ միգուցե Ասեմ, որ ես էլ այդ առումով բնավ հայրենասեր չեմ։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Առաջի անհետաձգելի խնդիրը Հայաստանի եւ հայկական մեր հասարակության դա մեր սթափեցումն է։ Մեր հասարակությունը ես ասելու եմ դա անկեղծ ծանր հիվանդ է։ Մենք շարունակում ենք մնալ ծանր հիվանդ։ Մենք պետք է բուժվենք։ Պետք է բուժվենք պատրանքներից, պետք է բուժվենք օտարամոլությունից, պետք է բուժվենք մեր վախերից, մեր ֆոբիաներից, որովհետև այդ ամենը միշտ օգտագործվում է եւ օգտագործվելու է մեր դեմ։ Սա մեր ամենակարևոր խնդիրն է, առաջի խնդիրը։ Դուք խնդիրների մասին եք, չէ՞, հարցնում։ Հա։ Ես մի փոքր շատ շեղվեցի։ Չէ, շատ ճշգրիտ հասկացություններ եք գործառնում։ Երկրորդը դա մեր տնտեսությունն է, տնտեսական զարգացումն է։ Մենք մինչև չկառուցենք տնտեսություն, որը 21-րդ դարի պահանջներին եւ հնարավորություններին կհամապատասխանի, մենք շարունակելու ենք կախված մնալ, կախում ունենալ այլ երկրներից, այլ օտարներից։ Իսկ օտարները կարևոր չէ, Ռուսաստան կլինի դա, Ամերիկա կլինի դա, չգիտեմ, Ադրբեջան կլինի դա, թե Ֆրանսիա կլինի, միշտ իրեն շահերն են սպասարկում եւ դա նորմալ է։ Մեր շահերը կարող է սպասարկել միայն մեր տնտեսությունը, զարգացած տնտեսությունը։ Եվ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը։ Դա երկրորդ ամենակարևոր խնդիրն է, որը ես տեսնում եմ այս պահին։ Եթե դուք հարցնեիք ինձ այս հարցը տայեք 1 տարի առաջ, եւ այդ ես արկեպ կպատասխանեմ։ Եվ երրորդը դա անվտանգությունն է։ Դա մեր սեփական կարողություններն են։ Մենք պետք է ամբողջությամբ մեր սեփական վերահսկողության տակ վերցնենք մեր սահմանը, հայրենական եւ հայ-թուրքական, օտարը չպետք է լինի մեր տարածքում, 102-րդ բազան պետք է ստից դուրս գա։ Մենք պետք է զարգացնենք մեր կարողությունները, ստեղծենք սեփական ռեալ
զարգացած զինված ուժերը։ Եվ ես նորից եմ ասում, թող ոչ մեկ չասի, որ մենք այս բանը այդ հնարավորությունը չունենք։ Մենք այդ հնարավորությունը ունենք։ Մնում է քաղաքական կամքը եւ աշխատելու ցանկությունը։ Ճանապարհները հայտնի են, շատ բան արվում է, բայց պետք է մի փոքր ավել անել եւ այն առաջի ձեր հարցի պատասխանը, որ մենք պետք է փոխվենք, այդ դա եթե զինված ուժերում լինի, այդ ամենահանվի, այդ բոլոր վատ կողմերը մարդկային մեր ազգի, մեր, չգիտեմ, ժողովրդի, այդ գործընթացը շատ ավելի արագ կգնա։ Պանդորայի արկղ հաճախ եք բացում։ Ոչ։ Աշխատում եմ չբացել։ Անակնկալին ինչպես եք վերաբերվում։ Դրական։ Ցանկացած անակնկալի դեպ։ Որն է ձեզ համար ամենակարևոր գիրքը։ Ես շատ եմ սիրում Վարպետը եւ Մարգարիտան, շատ եմ սիրում։ Ես այդ գիրքը երևի թե անգիր գիտեմ, իմ ժամանակին դիպլոմային աշխատանքի բաններ, թեզներ, մագիստրոսական, շատ ուսուցողական է։ Ձեր հարցը ինձ։ Ինչպես եք դուք վերաբերվում դուք ձեր քաղաքական ուժը չկամեցողներին։ Մաղթում ենք բարի ճանապարհ։ Շնորհակալություն։ Ուր ուզում են թող գնան։ Շատ լավ պատասխան էր։ Իդեպ այս պատասխանը շատ հետաքրքրական է, որովհետև մեր քաղաքական դաշտում, այնինչ կոչվում է քաղաքական դաշտ, շատ քիչ են այսպիսի մաղթանքները հնչում, հիմնականում շատ ավելի ռադիկալ մաղթանքներ են հնչում։ Ես կարծում եմ, որ բարի է լինում ուժեղը։ Իդեպ Վարպետը եւ Մարգարիտայի մասին խոսեցիք, չեմ կարող չանդրադառնալ։ Փորձել եք երբևէ Վարպետը եւ Մարգարիտան կարդալ ժամանակակից կյանքը առանձնացնելով, Երշալայի մի պատմությունը առանձնացնելով։ Ոչ, երբեք։ Ֆենոմենալ է ստացվում։ Չէ, չեմ փորձել։ Անձնական փորձ եմ կիսվում, փառահեղ է ստացվում։ Երրորդ էքսպերիմենտն էր, որ Վարպետը եւ Մարգարիտայի վրա այսպես կիրառել եմ վերջից առաջ կարդալը։ Եվ տեսեք, դուք այդ հարցը չեք տալիս, բայց կարծում եմ անհրաժեշտ է մեր ընդհանուր խոսակցության համատեքստում կա եւս մեկ գիրք, դե մենք վերջը սովետի ծնունդ ենք, հա։ Homo Sovieticus ենք, հա, այն ժամանակ շատ ակտուալ էր այդ գիրքը, չնայած շատերը կարդում էին, բայց չէին հասկանում։ 3 ընկերներ էր Մարկի։ Ես վստահ եմ, որ եթե Հայաստանում որոշում ընդունողները այդ գիրքը ժամանակին կարդային եւ լավ կարդային եւ հասկանային ինչ է գրված այդ գրքում, մենք չէինք ունենա պատերազմ Ադրբեջանի հետ։ Մենք չէինք ունենա այն արատավոր քաղաքական համակարգը, որը ի վերջո հայտնի իրադարձություններից հետո ձևավորվեց Հայաստանում, եւ մենք չէինք ունենա այն բոլոր արհավիրքները, որի մեջով անցել ենք։ Եթե մարդիկ ընդհանրապես գրքեր կարդային ու գրեին նաև պատերազմ որևէ երկիր մյուս երկրի դեմ չէր մնում։ Մարդիկ գրում են գրքեր, բայց դա չի։ Բայց նաև կարդային։ Հայաստանում մարդիկ այդ ում դուք նկատի ունեք, իրենք գրում են գրքեր, բոլորն գրքեր են գրել, բայց դա ոչ մի բան չի փոխել։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր հենման կետում ինչպես միշտ մենք էլի պատասխանեցինք նույն հարցին։ Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ վերջապես տեղ հասնելու ենք, թե ոչ։ Շնորհակալ եմ, լայքեք, տարածեք, իհարկե նաեւ ձեր հարցերը ուղղեք։ Բարին ընձեզ։